Եթե Երևանի Եվրոպական միության ուղղությամբ քայլելու որոշումն ընդունելուց հետո Մոսկվան Հայաստանի իշխանությունների առջև պահանջ էր դնում տրամաբանական, հետո արդեն նաև հնարավոր սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել, ապա հիմա արդեն չնայած պաշտոնական Երևանի մերժողական կեցվածքին, Ռուսաստանից նույնիսկ վերջնաժամկետներ են հստակեցնում։ Դաշնության փոխարտգործնախարարն օրերս էր հայտարարել, Հայաստանի ժողովրդի վերջնական որոշմանը կսպասեն մինչև տարեվերջ, ակնկալում են ամենաուշը դեկտեմբերին մեր մայրաքաղաքից պատասխան ստանալ։ Մնում ենք Եվրասիական տնտեսական միությունում, թե ճանապարհ ընկնում դեպի Եվրոպա։ Ռուսաստանը ասում է դուք ԵԱՏՄ-ում մնում եք, այնքանով որքանով որ ձեզ հարմար է, միջև նախապատրաստական աշխատանքներ անեք ու գնաք դեպի Եվրոմիություն, այսինքն դուք մեր հաշվին աստորեն ձեր համար փափուկ հարց եք ստեղծում, որ խնդիրներ չլեն, բայց դուք գնալու եք։ Դե եթե գնալու եք, բերեք, հիմա գնացեք, բերեք հանրաքվե արեք, որպեսզի ժողովուրդը որոշի, եթե ԵԱՏՄ եթե գնում, թե Եվրոմիություն է գնում։ Այն, որ Երևանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական եւ եվրոպական միությունների միջև, այն, որ միաժամանակ երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից հայտարարում են, թե գիտեն օրենքի ուժով դեպի արևմուտք շարժվելու մեկնարկն ազդարարելու առաջին իսկ պահից, բայց քանի դեռ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ անգամ չունի, ՔՊ իշխանությունն ասում է այստեղ ենք ԵԱՏՄ-ում, թեպետ այն ըստ Փաշինյանի հիմա նույնիսկ չի էլ գործում։ Իրենք ակնկալում են, որ մենք հիմա կատարենք ընտրություն երկու այլընտրանքների միջև։ Մենք ասում ենք, եւ ես էլ իմ ելույթում յատում, ասում ենք մենք քանի դեռ այն երկրորդ այլընտրանքը ձևավորված չի, մենք չենք կարող ընտրություն կատարենք։ Ես ասում եմ հիմա մենք ո՞նց հանրաքվե անենք Հայաստանը Եվրամիություն թե ԵԱՏՄ, որովհետև հանրաքվե անելու համար պետք է նախընտրական քարոզարշավ անել, չէ՞։ Այդ նախընտրական քարոզարշավի ժամանակ մարդիկ հարցեր են տալու, չէ՞։ Այդ երկրորդ այլընտրանքը գոյություն չունի։ Այս մասին էլ գիտեն Մոսկվայում, բայց սա էլ չի ստիպում հրաժարվել Երևանի առջև դրած հանրաքվեի պահանջից։ Փոխարտգործնախարար Գալուզինը նույն հայտարարության մեջ հուշել էր նաև այն ձևակերպումը, որ նստիրեն պետք է լինի ԵՄ-ԵԱՏՄ հանրաքվեի դրված հարցը։ Հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից հանուն ԵՄ անդամակցության ոչ այնքան ակնհայտ հեռանկարի։ Շատ հավանական է, որ այդ ժամկետը թույլ չտան ԵԱՏՄ երկրները իրենց հաշվին ժամկետ ձգելու եւ կարող են շատ հանգիստ որոշակի որոշումներ ընդունել Հայաստանի անդամակցության հետ կապված։ Կարող են սառեցնել։ Ոնց որ Հայաստանը սառեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, նրանք կարող են որոշել, որ սառեցնում են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, միջև Հայաստանի իշխանությունները որոշեն, որ ուղղությամբ են իրենք ինտեգրվում։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ կապված կառույցի գլխավոր քարտուղարն այսօր հայտարարել է, որ ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումն անհրաժեշտ է ընդունել ողջամիտ ժամկետում։ Այստեղից էլ փաստացի օղակը սեղմում են, ըստ մասնագետների, մոտ է նաև Հայաստանին վերջնագիր ներկայացնելու պահը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։